որ շատ լավ լսվում է։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մենք հերվից մեծ ցավով հետևում ենք հայրենիքում դեր ունեցած անցուդարձերին եւ մենք օգտագործել ծեր հետ ենք եւ չափազանց նեղանում ենք, որ Վարշավետ Փաշինյանը ամեն ինչ որ ասկային է, հայկական է, գործանում է եւ սկսելով Արարատներից, Սահմանադրություն, Արցախ, Հայաստանի սահմանի օղադարած եւ այլն, այսպես շարունակելով, այսինքն մենք գործում ենք մեր հայրենիքը եւ ամենավերջին հայկարը, որ հիմա տեղի է ունենում այս օրերին Փաշինյանը թեմ Հայաստանի Հանրապետական եկեղեցի, ուրեմն ես ուզում եմ այս մեկ նյութ անդրել, որ շատ շտապ զանազան նյութերով։ Տեսնում եմ, որ ամիսների վեր երկուստեք վեճերներ են ունենում, Փաշինյանը ինչ-որ քայլեր անում, հայտարարություններ անում, թեկուզ որոշ չափով լրտվի պարապաշարով եւ ժամանակ Էջմիածինը հայտարարություններ է անում ի պատասխան, բայց այս վեճերը մեզ դեռ չեն հասցնելու, Փաշինյանը թիմում է ամեն տեսակ միջոցների իրավական եւ ոչ իրավական խախտումներով սահմանության օրենքներին, ինչ որ ես հիմա պիտի ներկայացնեմ մի քանի րոպեի մեջ այս խախտումների իրավական քայլեր են, որ Հայաստան եկեղեցին կարող է առնել սկսելով երկուշաբթի առավոտի իրենից։ Ուրեմն առանց վեճելու Էջմիածինը պետք է ամենաշատը ստիմե Երևանի առաջին ադյանի թատարան եւ ով ներկայացնե, որ Վարշավետը խախտում է Հայաստանի սահմանությունը եւ այն թատարանները, որ ինքնաբաց ոչինչ են արձակում Փաշինյանի, իրենք էլ խախտում են սահմանությունը եւ որ մի առաջնորդ, որ անգլերեն պաշտոնից դատավորը որոշում է, որ վերադառնա այդպիսի իրավասություն չունի։ Ուրեմն անշուշտ այդ առաջին ադյանի թատարանում, որ դատավորը ֆրանկների հետագա է, պիտի որոշում առնի ընդեմ եկեղեցու եւ եկեղեցին հաջորդ քայլը գտիմե, որ պետք է վերակնիչ ադյանի թիմը եւ այդտեղ էլ դատավորը ֆրանկի դանգե գործունեու է եկեղեցին այդ տատներ, բայց այս երկու տատերը գործունեը ոչ մի պրոբլեմ չէ, որտեղ նպատակը այս երկու տատարանները չեն, այն նպատակային է, որ եվրոպական մարդկային իրավասարդարական եւ Հայաստան անգամ է դեր է պարտավոր է ենթարկվելու այդ տատարանի որոշումներին եւ այդ տատարանը ուղղակի նախաբայման բանջում է, որ ուղղակի չտիմեն տատարան տարբեր երկրներից, այլ նախտիմեն իրենց դերական տատարաններին, հետո դերակնիչ տատարան եւ երկու դիալոգներ ժվի, որ իսպարակային ներժվելու են, հետո իրենք իրավունք ունեցելու թիմերու Եվրոպայի մարդկային իրավանց տատարան մի հարց կա, որ եվրոպական մարդկային իրավանց տատարանը բավական երկար ժամանակ է ապահովում մինչև որոշումի համքի, որտեղ իրենք հայրավոր այսպիսի հայցեր ունեն Եվրոպայի բոլոր երկրներին, մանավանդ Թուրքիան եւ Ադրբեջանն, ուրեմն Եվրոպական տատարանը մի հատուկ սիստեմ ունի, որ որոշ բարականներում որ թիմում են տատարան, որովհետեւ տարիներ չդեվը որոշումը, իրենք խնդրում են, որ տատարանը այս հարցին զբաղվի շտատ ծևով, ուրեմն շտատ հարցին ընթացք տալու պետք է որ Էջմիածնի իրավապանը պետք է որպես շտապ հարց ներկայացնի եւ անգամ որ Եվրոպական տատարանը զբաղվի այս հարցով ինձ համար շատ բարձ է, որտեղ 30 տարի է հետևում իմ Եվրոպական տատարանի բոլոր որոշումներին, հազարավոր որոշումներին եւ գիտեմ թե իրենք ոնց են մոդելում հարցերին եւ ուրեմն Եվրոպական տատարանը շատ արագ պետք է որոշվի հետեւյալ երկու գեդերի հիման վրա մեկը այն է որ Հայաստանի Հանրապետության սահմանությունը
եւ առավել Հայաստանի կառավարությունը խախտում է եվրոպական մարդկային իրավունքների ստանդարտների սկզբունքները միջամտելով երեսու ներքին հարցերին։ Ուրեմն երբ որ դատարանը այս հարցով սպառում որոշում դա ամենաշատս գրանքեն որ Վարշավեդը իդ վերցնի եւ իր բոլոր հրանքները որոշումները երեսու հարցերին միջամտումներու եւ այդպեսով այս հարցը գտնվի ավելի օրինավոր վարչացիով կամ դե բեջերով երկրորդ կապարվորեսում եմ այս արդեն վերջին օրերին որ մի քանի գազան 6 եպիսկոպոսների Փաշինյանը որոշեց որ արգելեն որ երկրից չբացակայեն այսինքն նպատակային էր որ Ավստրիա չգնան եւ եպիսկոպոսած ժողովին չմասնակցեն ուրեմն այդ 6 եպիսկոպոսների մեջ արդեն երկուսը առնվազն հետևուց 3-ը ամերիկյան քաղաքացիներ են ուրեմն Հայաստանի կառավարությունը իրավունք ունի արգելելու ամերիկյան քաղաքացին որ երկրից դուրս գա եւ վերադառնա երկիրը կամ գոյալ երկիր եւ այդ 3 առաջնորդները եպիսկոպոսները պետք է ամենաշատս թիմեն ամերիկյան տեսփանատուն եւ արեդիայություն ասեմ որ Ամերիկայի պետքարտուղարությունը բոլոր տեսփաններին աշխարհում է հրանք տված է որ այդ երկրները որտեղ ծառայում են պետք է որ ամերիկյան քաղաքացի թադական կամ իրավական հարցեր ունի տեսփանը ամերիկյան տեսփանը բարդավոր է սպառելու եւ պաշտպանելու այդ ամերիկյան քաղաքացի իրավունքներին չի կարելի դե անդեսել որտեղ պիտի հրանք է Վաշինգտոնից եւ ուրեմն տեսփանը պետք է անտիբի հետ ամբաստանյալի հետ եթե թադենի թադարաններ գանա եթե անդարգեն անտերգանա եթե իրավապան պետք է երևան տրամադրել ուրեմն ամերիկյան կառավարության ներկայացուցիչ տեսփանը բարդավոր է ամեն ինչ անելու որպեսզի նաեւ տեսփանը մոռացելու որ պետք է փոխ ներկայացնի Հայաստանի կառավարության որ իր ամերիկյան քաղաքացիների իրավունքները խախտում է զսպում է ուրեմն այս երկրորդ պայքար է օրինական սեվով Փաշինյանի արարքների դեմ ուրեմն այս բոլորի նպատակը որ Փաշինյանը անշուշտ բոլորը իմանում է որ ինքը փորձում է որ այդ Ավստրիայի եպիսկոպոսած ժողովը խանգարի եւ շտողնի որ այդտեղ հավաքվեն բավարար եպիսկոպոսներ որպեսզի կորում լինի եւ նորմալ ժողով անեն այդ է վճարը որ 4 արդեն պանտնեն 6-ը արդեն արգելված է դուրս գալ երկրից որպեսզի այս հարցերը լուծեն որտեղ այս ժողովը սկզբում պետք է լիներ դեկտեմբերին բայց մտահոգվելով որ պետությունը կարող է միջամտել այս ժողովի ընթացքին արգելելով որ առաջնորդները եպիսկոպոսները դրսից Հայաստան կան այդ ժողովի մասնակցելու ուրեմն այս բոլորի լուծումը շատ բարձ է ոչ պետք է Էջմիածյանը այդ ժողովը ոչ էլ Ավստրիա գնալ շատ բարձ է զոմով ամեն մարդը միանա անոնք որ նույնիսկ արգելված է որ Հայաստանից դուրս գան այդ 6 եպիսկոպոսները եթե ուշքները ևս լինեն նույնիսկ կարելի է աշխարհ օրերին վեհապարին ճամփորդություն արգելեն բայց վեհապարը 6 եպիսկոպոսները եւ միշտ բոլոր առաջնորդները եպիսկոպոսները Հայաստանից եւ Սփյուռքից կարող են զոմով միան առանց ճամփորդելու ոչ մի դեպք նաեւ այս արիտը օգտակար է որ տարեց եպիսկոպոսներեն եւ հիվանդ են եւ չեն կարող ճամփորդել իրենց տանը նստելով զոմով կարող են մասնակցել ուրեմն էսի օգտակար կլինի որպեսզի կորում լինի մեծամասնությունը ժողովի մասնակից լինի եւ իսկ եթե բադահի որ կորում չլինի այսինքն առնվազն 51% եթե 51% սկզբունքը փոխի եւ ասել որ ոչ թե բոլոր եպիսկոպոսների
ներգական բացակապտորին 51 դողոց պետք է ներգանենի, այլ ասել, որ այդ եպիսկոպոսները, որ ներգա են ժողովին, ներգա եպիսկոպոսների մեծամասնությունը պետք է որ այակովերգի որևէ որոշում։ Այսպեսով մենք հագատարցենք Փաշինյանի ծրագրին, որ խոչընդոտ է, որ կորում չլինի, ժողով չլինի, ճամփորդեն, արգելեն, իսկ վերջին կետն հետևյալն է, որ ստաչեմ Հայաստանում հայերով ինչպես կասեք իսպանել, անհերելով պրոքսի ոտ կասեն, այսինքն կվեներ, որոնք ստահված անձնավորողներու կվեներ են և անոնք, որ չեն կարող մասնակցել ժողովին, անոնք, որ հանդում են օրնագի համար, անոնք, որ ապկելված է ելքը, անոնք, որ դարեցտ են, իրենց կվեն նախորոք կհանցնեն, որ իրենք համացայն են և սպորացած ժողովի որոշումներին, և ուրեմն իրենց կվեները կհաշվվի, այդ էլ օգտակար կլինի, որ կորոմի հարց չզակի և կարող է որ հաջորդ օրերին Փաշինյանը նաև այլ եպիսկոպոսներ խոչընդոտ է, որ ճամփորդեն, որպեսզի այդ բոլոր խաղերը իզոլյալ լինեն, պետք է որ թե զումով անել և թե վստահված անձի կվեներով և նաև ներկաների մեծամասնության։ Ուրեմն այսպես է, որ պետք է մենք պայքարենք և ոչ թե անընդհատ բիջել, որտեղ բեջը մեզ դեռ չի հասցնում։ Ուզում ես այստեղ կանգնել, շնորհակալ եմ, որ ինձ արի տվեցիք, որ իմ կարները գիստեմ սերել։ Մենք եք շնորհակալ պարոն Սասունյան, բայց ես նաև կուզենայի ձեզ մի այսպիսի հարց տալ և ինչ դիտարկում ու խորհուրդ ունեք, գիտեք, որ երկուշաբթի, այսինքն ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը ժամանում է Հայաստան, նա լինելու է կառավարությունում և ես շատ կուզենայի, որ դուք ձեր դիտարկումը հայտնեիք ամբողջ երևի թե հայության ու նաև հայության այդ մտահոգությունը, որ Բաքվում գտնվում են մեր գերիները, այդ տաժանելի իրավիճակում հնչել են արդեն առաջին դատավճիռները, ցմահի և երկարաժամկետ բանտարկության, ինչ եք կարծում Միացյալ Նահանգները ինչ դերակատարում կարող է ունենալ, որպեսզի մենք մեր պատանդներին վերադարձնենք Հայաստան, ներառելով նաև Սփյուռքյան համայնքների այսպես ազդեցիկ ձայնը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքներին համենայն դեպս մեծ տեղ են հատկացնում, խոսում են համաքրիստոնեական այսպես միասնության և այդ արժեքների ամրակայման մասին։ Կարծում ձեր տեսակետը և ներսից շատ կարևոր կլինի, այսինքն ինչ քայլեր կարող ենք անենք և ինչքանով իսկապես Միացյալ Նահանգները կարող է այդ առաքելությունը ստանձնել և օժանդակել մեզ։ Լսում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է, սկսեմ ամենը գլխավոր հարցից, ամենը գլխավոր այն է, որ Վարշավետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկելները Բաքվի բանդից դուրս գան, այլ հակառակը ամեն ինչ անում է, որ այդ քերիները մնան փանդում երկար տարիներ, որ ինքը վախենում, որ այդ քերիները շատ Արսասիժան Պաշտոնյաները վերադառնան Երևան, խանգարվի եւ ունեսի վերլուծությունը։ Ուրեմն չեն կարող մենք վստահել Փաշինյանի վրա, որ քերիների ինովաց որևէ քայլ առնի շագարակը խոչընդոտում է։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցելության, ուրեմն այս շաբաթ ես բավական օրեր աշխատեցի, որ փորձեմ որոշ պատկաններ լրեմ այն մարդոց միջոցով, որոնք աստեցիկ են և սպիտակ տանել դավեր ունեն։ Ուրեմն մի քանի այստեղ նպատակներ կային, մեկը այն է, որ որոշները անշուշտ երևակայական են և իրադես չեն, բայց մենք պետք է այդ հարցումները հարցնենք և նայենք, որ մեկը իրենք կատարել, ունենալ Վենսը և փոխնախագահը և Բաքու գտնվի, արդյոք ինքը կարող է խնդրել Ալիևից, որ գնա և պանդում այցել է մեր հայկերիներին, էդի մեկ, երկրորդ փողոք ներկայացնել, որ հայկական քրիստոնյա մոնումենտները գործանում են, այդ պետք է պահպանվեն,
եւ երրորդը երբ որ Հայաստան կարա ոնցը ամբողջ փորձի անտիբել բեապարի հետ բնալով կամ էշմիազին կամ բեապարի մոտքալով ումոց որովհետեւ էդի որ եթե դերի ունենա շատ մեծ արված կլինի Փաշինյանի կառավարության, որովհետև Փաշինյանը չի ընդունում, որ Կարագին բեապարը ամենասկսավորոցն է, այլ իրեն աշխարհական անունով ոչում է եւ ասում որ ինքը իրավունք չունի ոչ մի որոշում անելու եւ զգուշների կարգավորած անելու աշտոնից անելու։ Եթե Ամերիկայի փոխնախագահը անտիպի բեապարի հետ, այդ անտիպումը մեծ արձագանք կստանա ոչ միայն ժողովրդից եւ աշխարհից, այլ մոտավորապես մեր իշխանություններից։ Միայն թե ուզում եմ ցույց տալ մի շատ ցավալի մի հարց, որտեղ երբ որ փոխնախագահային մենք խնդրում ենք որ բեապարի այցելե, պատասխանը լինում է որ Հայաստանի կառավարությունը չի ուզում որ ինքը բեապարի անտիպում ունենա, ինչ որ ալիքը շատ վիրավորական, ամեն հայամար վիրավորական կեցվածք է, բայց ինչպես գիտենք, իշխանությունները ամեն քայլերի թիմում են, օրինավոր օրենի արվեական, անպարոյական, եւ անդադ խոսում որ իրենք փորձում են երեսին բարելավել, ճիշտ հակառակն է իրենք ուզում են երեսին ավելի խորը հարցերի մեջ մտնել եւ ոչ թե բարելավել։ Այդ է։ Եվ շնորհակալություն շատ պարոն Սասունյան, մեզ միանալու համար, հաջողություն, ես ես նաև ուղարկել եմ մեր լայվը, որով կարող եք հետևել քննարկման ողջ ընթացքին եւ հուսամ մեր համատեղ ջանքերը գերիներին վերադարձնելու կտան իրենց արդյունքը։ Որոշ շնորհակալություն։ Merci.